Միանտապանում հյուրընկալել եմ հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանին, պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, Բարգավաճ Հայաստան, այսօր նաև միասնության թևեր քաղաքական ուժերը դիմելու են սահմանադրական դատարան վիճարկելու եւ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Ընտրություններին մասնակցած այլ ուժերից որոշներն էլ անցկացված ընտրությունների արդյունքները համարում են ոչ լեգիտիմ եւ կարծում են, որ այդ արդյունքները հիմք չեն կարող հանդիսանալ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն ձևավորելու համար, նաև խնդրահարույց են գնահատում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը առ այն, որ խնդրահարույց այդ ընտրատեղամասերում վերաքվեարկություն չի լինելու, ընդհանուր առմամբ որն է ձեր գնահատականը անցկացված ընտրություններին եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանադրական դատարանից ավելի շուտ ոչ թե կենտրոնական ընտրական հանձնաժողովից ինչպիսի որոշում եք կանխատեսում։ Գիտեք, եթե ընդհանուր առմամբ գնահատենք, թե ընտրությունների արդյունքում ինչպիսի իշխանություն ենք ունենալու, ապա սա ակնհայտորեն լեգիտիմ ընտրություններ են։ Եթե գնահատենք, թե ինչ տեղի ունեցավ վերջում Բարգավաճ Հայաստանի հետ, արդեն որոշակի խնդիրներ են առաջանում։ Ինչու՞, որովհետև այն, որ Հայաստանի ժողովրդի մեծ մասի ցանկությունն է, որ քաղաքացիական պայմանագիրը շարունակի պաշտոնավարել, դա ակնհայտ է, բայց այն, որ Հայաստանի ժողովրդի մեջ չկա բավարար քանակի մարդիկ, որ ցանկանում են, որ Բարգավաճ Հայաստանը լինի ազգային ժողովում, դա ակնհայտ չէ։ Տեսեք, 3 ընտրատեղամասերում քվեարկությունը զրոյացվեց, եթե չզրոյացվեր Բարգավաճ Հայաստանը հայտնվելու էր ազգային ժողովում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում կա 4% եւ ավելի մարդ, ովքեր ընտրելու իրավունք ունեցող, ովքեր ցանկանում են, որ Բարգավաճ Հայաստանը լինի ազգային ժողովում։ Ես հասկանում եմ եւ ընդունում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի այն որոշումը կամ այն կարծիքը, որ եթե այդ 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն լիներ, դա կլիներ ուղղորդված քվեարկություն, որովհետև միայն մեկ հարց է փաստացի լինելու, արդյոք Բարգավաճ Հայաստանը լինի ազգային ժողով, թե չլինի, որովհետև քվեարկության արդյունքները այլ հարցերի վրա սկզբունքորեն չեն կարող ազդել։ Իշխանություն ով կլինի, այսպես թե այնպես քաղաքացիական պայմանագիրն է։ Երկրորդ, երրորդ տեղերում ովքեր պիտի լինեն, այսպես թե այնպես Կարապետյանի եւ Քոչարյանի ուժերն են։ Եվ միակ հարցը, որը փաստացի դրվելու էր այդտեղ, Բարգավաճ Հայաստանը անցնի խորհրդան, թե չանցնի խորհրդան։ Ակնհայտ է, որ 3 տեղամասերում քվեարկող մարդիկ չէ, որ պիտի որոշեն Բարգավաճ Հայաստանը անցնի խորհրդան, թե չանցնի խորհրդան։ Այս տրամաբանությունը հասկանալի է։ Եվ այդ պատճառով կարծում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուներ իրավունք նման որոշում կայացնելու, բայց այստեղ խաչվում են 2 տրամաբանություններ։ Առաջին այն, ինչ ես ասացի, որ այդ 3 տեղամասում չպետք է դա որոշեն, եւ երկրորդ այդ մարդկանց ընտրելու իրավունքը, որովհետև ի վերջո այն մարդիկ, ովքեր եկել են նախատեսված ժամին, ժամը 8-ից մինչև երեկոյան 20:00 ընկած հատվածում, մեղավոր չեն, որ իրենց ձայնը չի հաշվարկվում, նրանում, որ նախատեսված ժամից հետո ինչ-որ մարդիկ են քվեարկել, կամ Արտաշատի, եթե չեմ սխալվում, տեղամասում, որը զրոյացվել է, մեղավոր չեն այդ մարդիկ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 8-րդ համարի քվեաթերթիկը չէր ուղարկել։ Այսինքն ստացվում է, որ եւ այսպես եւ այնպես դժողներ են լինում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց այսպես եւ ոչ այնպես։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ սահմանադրական դատարանը գուցե թեւս իրավաբան չեմ, բայց գուցե որոշակի հիմքեր կունենա անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները, ինչը նշանակում է, որ կլինեն նոր ընտրություններ, բայց եկեք դիտարկենք դրա քաղաքական համատեքստը։ Ես իհարկե չեմ պնդում, որ անպայման անվավեր ճանաչվելու են, բայց գուցե ինչ-որ հիմքեր կան։ Եկեք դիտարկենք դրա քաղաքական համատեքստը։ Ես ճիշտ ասած վստահ չէի, որ ռուսամետ քաղաքական ուժերը կդիմեն սահմանադրական դատարան, բայց դիմել են, փառք ու պատիվ իրենց, այդ իմաստով իհարկե։ Ինչու վստահ չէի, որովհետև տեսեք, եթե իրավիճակը մնում է այսպիսին, այսինքն որը մեկը չի բողոքարկում կամ անվավեր չի արվում եւ այլն, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանության լեգիտիմությունը ընդունում են, ստացվում է, որ ազգային ժողովում կլինի ընդհանուր ընդդիմություն, ռուսամետ ընդդիմություն, դա Հայաստանի ուժեղ Հայաստան դաշինքներն են, Բարգավաճ Հայաստանը չի լինի ազգային ժողովում եւ փաստացի էական որոշումների վրա ազդեցություն Ռուսաստանը չի ունենա, թեև օրինակ սահմանադրության փոփոխության վրա կարողանա ազդել, բայց
ենթադրենք համադրական որոշ օրենքներ, որոնց փոփոխությունը վերապահված է ազգային ժողովին, այդ փոխելու վրա ազդել չի կարողանա։ Երկրորդ տարբերակը, եթե չեն ընդունում ընտրությունների արդյունքները, բայց չեն դիմում համադրական դատարան, եւ սկսում են օրինակ փողոցային պայքար, որևէ տեղ չի տանում, որովհետեւ ռեսուրս չունեն այդ պայքարում ինչ որ հաջողություն գրանցելու համար, եւ երրորդ տարբերակը, որը փաստացի իրականություն է դառնում, այն է, որ դիմեն համադրական դատարան։ Համադրական դատարան դիմելու դեպքում եւ անվավեր ճանաչվելու դեպքում, որովհետեւ ի վերջո կարող է դիմեն, բայց անվավեր չճանաչվեն ընտրությունները, նոր ընտրություններ չլինեն։ Բայց եթե ճանաչվեն եւ նոր ընտրություններ լինեն, շահող կողմը լինելու է միանշանակ քաղաքացիական պայմանագիրը։ Գուցե նաեւ Բարգավաճ Հայաստանը, որովհետեւ Բարգավաճ Հայաստանը ըստ ամենայնի կարողանա այդ 4%-ը հավաքել, քանի որ մենք տեսնում ենք, որ իրականում կա 4% մարդ, ովքեր ցանկանում են, որ Բարգավաճ Հայաստան լինի ազգային ժողովում, բայց նաեւ առաջին հերթին քաղաքացիական պայմանագիր։ Ինչու՞, որովհետեւ եթե նոր ընտրություններ լինեն, նոր ընտրությունների ժամանակ նույն ծավալով գումարներ ծախսել, տեսեք բազմաթիվ օրինակներ գիտենք, որ մարդիկ մեղադրվում են ընտրակաշարք տալու մեջ եւ այլն։ Նույն ծավալով մարդկանց Հայաստան բերել, հատկապես նրանից հետո, որ նրանցից ոմանք չեն կարողանում Հայաստան լքել, նրանց բաժանվել է զորավարժությունների գնալու ուրեմն փաստաթուղթ որոշների հետ կապված այլ իրավական խնդիրներ կան եւ այլն։ Դրա մասին կխոսենք։ Նույն հնարավոր չի լինելու ավելին հնարավոր չի լինել նույն ծավալով մարդկանց Ռուսաստանից հավաքագրել եւ բերել Հայաստան այնպես ուղղորդված ինչպես եղել է։ Ընդ որում ես նշեմ, որ ձեզ մոտ գալուց առաջ ես ուրեմն Զվարթնոց օդանավակայանի հրապարակած տվյալները տեսա, նախորդ տարվա համեմատ հունիսի առաջին շաբաթում 38%-ով ավելացել են Հայաստան ժամանակների թիվը։ Ակնհայտ է, որ նրանց մի ստվար մասը ուղղակի եկել են ընտրությունների մասնակցելու համար։ Նորից նույնը կրկնել հնարավոր չի լինելու։ Ավելին ասեմ, հայտարարում է այս իշխանությունը, որ իրավական խնդիրներ կան եւ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը արդեն ունի սահմանափակումներ, Նարեկ Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը գտնվելու են սահմանափակումների մեջ։ Ես չգիտեմ, անազատության մեջ կլինեն թե կսահմանափակվի նրանց խոսքը թե ինչ, ամեն դեպքում այդ սահմանափակումներն են ազդելու իրենց նախընտրական պայքարի վրա։ Այսինքն էականորեն ավելի թույլ են լինելու իրենց դիրքերը, քան եղել են այս ընտրություններից առաջ։ Ինչը նշանակում է, որ քաղաքացիական պայմանագիրը ակնհայտորեն ավելի շատ ձայներ կարողանա հավաքել, գուցե նաև սահմանադրական մեծամասնություն ունենա։ Եվ այդ պատճառով ես կարծում եմ, որ ռուսամետները ամեն դեպքում չեն գնա սահմանադրական դատարան, չեն վտանգի գոնե այն, ինչ ստացել են, իսկ իրենք ստացել են ամբողջական ընդդիմության տեղեր եւ ստացել են սահմանադրության փոփոխության վրա ազդելու հնարավորություն։ Ըստ ամենայնի գնահատել են հավանաբար Կրեմլում, ես չեմ կարծում, որ Սամվել Կարապետյանը, Քոչարյանը կամ առավել եւս Թաթոյանը իրենք նման որոշում կայացնեին։ Հավանաբար Կրեմլում գնահատել են, որ սա քիչ է եւ անհրաժեշտ է գնալ մի փոքր ավելի հետեւից, ռիսկի դնել այն ինչ ստացել եք եւ գնալ ավելին ստանալու հետեւից, բայց ես կարծում եմ սա սխալ ուրեմն ռազմավարական կամ մարտավարական որոշում է եւ սա կարող է խնդիրներ ստեղծել իրենց համար, եթե նոր ընտրություններ լինեն։ Երկրորդ փուլով ընտրությունները դրանք Հայաստանի շահերից բխում են։ Գուցե քաղաքացիական պայմանագիրը, եթե նշանակվեն ավելի շատ ձայներ ստանալ, դա մի կողմ ենք դնում, բայց պետության շահերից բխում է երկրորդ անգամ գնալ ընտրությունների եւ նաեւ մենք այս ընտրություններում ունեցանք մեծ մասնակցություն քաղաքացիների, այսինքն նորից հնարավոր կլինի այդպիսի մասնակցություն ապահովել։ Ըստ էության, սա երկրորդ փուլ չէ, սա նոր ընտրություններ են, որովհետև մեր համացությունը նաև երկրորդ փուլ է նախատեսում, եթե կառավարություն չձևավորվի, բայց այս դեպքում կառավարություն ձևավորվում է։ Նոր ընտրություններ են, նոր ընտրությունների ժամանակ հաստատապես մասնակցությունը նման բարձր չի լինելու, ինչու չի լինելու, որովհետև ինչպես ասացի, հնարավոր չի լինելու նույն ծավալի մարդկանց Հայաստան բերել, ինչը նաև որոշակիորեն ազդելու է Հայաստանում բնակվող մարդկանց հոգեբանության վրա եւ նրանցից որոշները նորից չեն գնալու ընտրատեղամասեր եւ չեն քվեարկելու ներողություն, բայց ես կարծում եմ նույնիսկ այդ ավելի նվազ մասնակցության դեպքում քաղաքացիական պայմանագիրը ավելի շատ տոկոսային հարաբերությամբ ձայներ կհավաքի։ Արդյոք դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, դա կախված է նրանից, թե ինչ արդյունք կունենանք։ Եթե արդյունքում նույն պատկերը կրկնվի, ապա չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Եթե արդյունքում կարողանա ինչ-որ քաղաքական ուժ, որը ռուսամետ չէ, բայց նաև իշխանության, ուրեմն իշխանություն չէ, հայտնվել ազգային ժողովում, դա կբխի Հայաստանի Հանրապետության շահերից, այսինքն այստեղ մի քանի տարբերակ կա։ Ընդհանուր առմամբ նոր ընտրությունները մեկ կետով հաստատապես Հայաստանի շահերից կբխեն, դա այն է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ 3 տեղամասերով վերաքվեարկություն չկատարել
նշանակություն չի ունենա, որովհետև այս պահին դա շատ վտանգավոր եւ շատ վատ նախադեպ է։ Պարոն Ղևոնդյան, շատերն են արձանագրում, որ այս ընտրությունները անցկացվեցին աննախադեպ խախտումներով, ընտրակեղծիքներով, իշխանությունը ընդդիմադիրներին մեղադրեց, ընդդիմադիրները իշխանությանը, դուք էլ ասացիք, տեսեք, եկողներին բաժանվեցին այդ հավաքներին մասնակցելու թղթերը, սա ծանոթությունները, սա համարվում է ապօրինություն։ Թոշակների տեսքով ընդդիմադիրներն ասում են արդեն իսկ դուք կաշառք բաժանել էիք, վարչական ռեսուրսի աննախադեպ օգտագործում է եղել։ Իշխանության մեղադրանքները ընտրակաշառքների այդ ձայնագրություններն են, որոնք պարբերաբար հրապարակվում են, քաղաքացիներին բերել եւ ուղղորդված ընտրությունների տանելը։ Հիմա ասել ամեն դեպքում արձանագրել, որ պետությունը գործող իշխանությունը այս անգամ չկարողացավ կազմակերպել այնպիսի ընտրություն, որ խախտումները երկու կողմից չլինեին այսքան մասսայական եւ ակնհայտ։ Գիտեք, հիշելով 1998-ից մինչև 2018 թվականի ընտրությունները ուղղակի ծիծաղելի է խոսել վարչական աննախադեպ ուրեմն խախտումների մասին։ Աննախադեպ խախտումները եղել են այն ժամանակ, երբ աշխատակիցները աշխատանքից ազատվել են, իսկ ծեծի էին ենթարկվել, իսկ 2008 թվականին Հայաստանի քաղաքացիները ուղղակի գնդակահարվել են փողոցներում։ Այս սա է վարչական եւ ոչ միայն վարչական, նաեւ քրեական խախտումների ամբողջ ծավալը։ Այս անգամ նման իրավախախտումներ չեն եղել, իսկ ընդհանրապես բացառել վարչական լծակի օգտագործումը հնարավոր չէ։ Ցանկացած երկրում ցանկացած կառավարություն որոշակիորեն վարչական լծակ օգտագործում է, դա կապված է ոչ միայն կառավարության համակարգված գործողությունների հետ, այլ նաև կապված է նրա հետ, որ մարդիկ կան, ովքեր ուղղակի ուրիշ ձևով չեն կարողանում իրականացնել իրենց վրա վերցած պարտավորությունը։ Ենթադրենք ինչ-որ մի մարզի մարզպետ, որը նաև իշխող կուսակցության ներկայացուցիչ է, հայտարարում է, թե ես իմ մարզից այսքան ձայն կբերեմ, բայց նա իր մարզում չունի այդքան հետևորդներ, գնում է այնտեղ եւ իրականացնում է որոշակի գործողություններ, որոնք լավ կլիներ, որ չիրականացնել ժողովրդավարական չեն, եւ այստեղ իշխանության կամքի խնդիրն է հայտնաբերել այդ մարզպետին, նույնիսկ եթե ինձ թիմի անդամ է եւ պատժել նրան կամ փոխարինել նրան, որ հետագայում չկրկնվեն եւ այլն։ Սա վարչական խախտումների մասով։ Ինչ մնում է մնացածին, ապա հենց դուք նշեցիք, որ բազմաթիվ հայտնաբերված դեպքեր կան, ընտրակաշառքի վերաբերյալ գործեր կան հարուցված։ Սա եւս խոսում է այն մասին, որ Հայաստանում էականորեն այլ են եղել ընտրությունները, քան մինչև 2018 թվականը։ Չենք համեմատում 18 եւ 21 թվականների հետ, որովհետեւ այդ ժամանակ այսքան կոնսոլիդացված հարձակում Հայաստանի վրա Ռուսաստանից եւ ռուսամետ քաղաքական ուժերից չկար եւ նաեւ բավական մեծ էйֆորիա կար օրինակ 2018 թվական, 2021-ն էլ իր սպეციფიკան ուներ, յուրահատկությունները ուներ։ Եթե համեմատում եք մինչև 2018 թիվը եղած ընտրությունների հետ, ապա այս ընտրությունները էականորեն տարբերվում են եւ շատ ավելի ժողովրդավարական ընտրություններ են։ Բայց ինչպես նշեցի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը շատ լուրջ ստվերում է այս ընտրությունների ժողովրդավարականությունը, իհարկե լեգիտիմության առումով չեմ կարծում խնդիրներ կան, որովհետև ի վերջո, այո, ինչ է լեգիտիմությունը, նախ սկսենք այդտեղից, լեգիտիմությունը դա մարդկանց տրամադրություններն են, որոնք արտահայտվել են ընտրություններում, թե չեն արտահայտվել։ Տեսեք, ինչպես ասացի, իշխանություն եւ ընդդիմություն հատվածների ձևավորման դեպքում այստեղ 100% լեգիտիմություն ունենք։ Մարդկանց ակնհայտորեն մարդկանց ավելի մեծ քանակ ցանկանում է, որ քաղաքացիական պայմանագիրը լինի իշխանություն եւ մի ավելի փոքր քանակ ցանկանում է, որ այս մարդիկ լինեն ազգային ժողովում, քան հակառակը։ Այսինքն այստեղ լեգիտիմության խնդիր չունենք։ Միակ խնդիրը կարծում եմ կապված է Բարեգավաճ Հայաստանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։
Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Իսկ այդ երկիրը լքելու գործողությունները Ծառուկյանի կողմից, Նարայ Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, սա ինչպես կմեկնաբանեք։ Իշխանականներն ասում են նրանք փախուստի էին դիմում, հաշվի չառնելով, որ նաև իրենց ընտրողներին, իրենց հետևողներին կոչ էին անում ամեն դեպքում կոնսոլիդացված մնալ, որովհետև գործողությունների հետագա պլան կարող էր հրապարակվել։ Մյուս կողմից այս մարդիկ ինչու էին փորձում գնալ եւ նրանց սահմանափակումները, ես հասկանում եմ, որ դուք իրավաբան չեք կարող իրավական տեսանկյունից մեկնաբանել, բայց ամեն դեպքում սահմանափակումների հիմքը կա։ Ես չգիտեմ, ճիշտ ասած, իրավաբանները կասեն, գուցե ինչ-որ քրեական գործեր կան հարուցված եւ այդ պատճառով են սահմանափակումներ եղել, բայց քաղաքական առումով կարծում եմ եկավ մի պահ, երբ բոլորը հասկացան, որ Հայաստանում իշխանություն չի փոխվելու, իսկ եթե չի փոխվելու, ապա իրենց նախկինում կատարած գործողությունների համար ստիպված են լինելու պատասխան տալ։ Խոսքը ոչ միայն օրինական անօրինական գործողություններն են, որոնց դիմաց պետք է օրինական պատասխաններ տան, այլ նաև օրինակ հայտարարություններն են, որոնց համար իրենք հանրության առաջ պատասխանատու են։ Դրանք Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ անվայելուչ բառեր էր արտասանում եւ դրա համար նա հանրության առաջ պատասխանատու է եւ այլն եւ այլն։ Եվ գուցե ես իհարկե փաստեր չունեմ, բայց գուցե այդ պատճառով նրանք փորձեցին լքել եւ այս կարծիքը մի փոքր հիմնավորվում է նաև մինչև ընտրություններից 3-4 օր առաջ կաթողիկոսի հայտարարություններով, եթե հիշում եք, կաթողիկոսը արեց հայտարարություններ, որոնք բացարձակապես չէին համընկնում եւ հակադարձ էին այն հայտարարությունների հետ, որոնք անում էր նախկինում։ Նա հայտարարեց, թե երբեք եկեղեցին քաղաքականության մեջ չի եղել, թե Բագրատ Սրբազանը սառեցվել է հենց որ իմացել են, որ նա քաղաքականության մեջ է եւ այլն, չգիտես ինչու նախկինում նման բաներ չէր ասում։ Ես ենթադրում եմ, որ Էջմիածնում արդեն հասկացել էին, որ ընտրությունների արդյունքում իշխանություն փոխելու հնարավորություն չկա, թե օրինակ ես ինքս արդեն մայիսի կեսից հայտարարել եմ հանրային, որ ցույց են տալիս բոլոր վերլուծությունները, իշխանությունները չեն փոխվի, հավանաբար եկեղեցու մեջ Էջմիածնում եւս այս վերլուծությունները կատարել են կամ ծանոթ են այդ վերլուծությունների հետ եւ հասկացել են, որ չի փոխվում եւ կաթողիկոսը բնականաբար նա չի կարող լքել Հայաստանի Հանրապետությունում, դա բավական ավելի խնդրահարույց է, քան Քոչարյանի կամ Ծառուկյանի դեպքում, նա էլ փորձել էր այս կերպ իրեն ապահովագրել։ Ենթադրում եմ, որ սա մի շղթայի տարբեր ուրեմն բաղադրիչներն են, կաթողիկոսի հայտարարությունը եւ ընտրություններից անմիջապես հետո Հայաստան լքելու այդ 3 դերակատարների փորձը։ Պարոն Ղևոնդյան, հիմա ընտրությունների արդյունքների հետ կապված նաև Փաշինյանի հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքների աշխարհագրությունը բավականին լայն էր եւ տպավորիչ,
Կրեմլը շարունակում է լռել։ Նաև նկատենք, որ նրանք ասում էին մենք սպասում ենք պաշտոնական վերջնական արդյունքի հրապարակմանը եւ դեռ լռում են։ Ինչով եք բացատրում այս լռությունը։ Ինչ։ Ես կարծում եմ գլխավոր հարցն այստեղ Փաշինյանին չի ուղղված եւ լռությունը եւ Կրեմլի հիասթափությունը եւ այլ պաշտոնյաների կողմից տարբեր հայտարարությունները կարծում եմ ավելի շատ ուղղված են այն ուժերին եւ այն դերակատարներին, ովքեր երկար ժամանակ մինչև 1 տարի եւ ավելի Կրեմլին հավաստիացնում են, թե այս անգամ նրանք հաստատ հաղթելու են Փաշինյանին եւ այս անգամ հաստատ իշխանությունը փոխվելու է։ Եվ այժմ այն կենտրոնը կոնկրետ Կրեմլը, որը մեծ ահռելի ռեսուրսներ է ծախսել ըստ նրանց խոսքի, եկեք ամեն դեպքում նկատենք, որ եթե Սամվել Կարապետյանը կամ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեին, թե Փաշինյանին հաղթելու հնարավորություն չկա եւ նրանք ընդհանրապես անդիմադիր են լինելու, Կրեմլը այդքան ոչ միայն գումար, այլ ռեսուրսներ եւս չէր ծախսի։ Անդիմադիր հատված ունենալու համար Հայաստանում մի փոքր ավելի համեստ գուցե նրանք աշխատեին, բայց բազմաթիվ անգամներ, բազմաթիվ թե հանրային, թե փակ ձևաչափերում հավաստիացրել են Կրեմլին, որ մենք հաղթանակ ենք հասնելու Փաշինյանը գնալու է։ Հիմա չի եղել այդպես եւ Կրեմլի առաջին հարցերը հենց նրանց են ուղղված, առաջին խնդիրները նրանց հետ են եւ ցանկանում են հասկանալ ինչ տեղի ունեցավ, ինչու է այդպես։ Իմիջիայլոց ապրիլի 1-ին Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումը շատ այդպես բաց ցույց էր տալիս, որ Կրեմլում հավատացած են, նրանց հավաստիացրել են, որ կա Հայաստանում ռուսամետ ընդդիմություն, որը կարող է իշխանություն վերցնել։ Այն, որ Պուտինը բաց պաշտպանեց Սամվել Կարապետյանին, ես ենթադրում եմ, որ իրենք կարծել են, թե այդպիսով նրանք ուժեղացնում են Սամվել Կարապետյանի դիրքերը։ Սա ցույց է տալիս մեկ բան, որ Հայաստանի հավաստիացումները, Հայաստանից եկող տեղեկությունները կամ նրանց հետախուզությունը, որը աշխատել է, վատ է աշխատել, այդ հավաստիացումները սուտ են եղել, այդ տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը եւ եկել է կանգնել է մի պահ ուղղակիորեն տեսեք այնպես ինչպես եղել է Ուկրաինայի դեպքում։ Պուտինին հավաստիացրել էին, որ երբ ռուսական զորքը մտնի Ուկրաինա, մարդիկ ծաղիկներ են դիմավորելու։ Մարդիկ ծաղիկների փոխարեն նրանց դիմավորեցին մոլոտովի կոկտեյլներով։ Եվ դրանից հետո բազմաթիվ գեներալներ, բազմաթիվ հրամանատարներ ձերբակալվեցին, որոշներին ուղղակի աշխատանքից ազատեցին եւ այլն։ Բայց Ուկրաինայի հետ համեմատությամբ տարբերություն կա, պարոն Ղևոնդյան, օրինակ Հայաստանի վարչապետը չի հայտարարում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կշարունակեն այդպես ճգնաժամային սրված մնալ, ասում է, որ ոչ մի խնդիր չկա, գործընկերային են, մենք ավելին կշարունակենք աշխատել, ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա, որը այդքան սուր են ընկալում ու արձագանքում Մոսկվայից։ Գլխավոր տարբերությունը Ուկրաինայի հետ այն է, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքներ չի օկուպացրել, ի տարբերություն Ուկրաինայի, որի տարածքներ է օկուպացրել, եւ եթե օրինակ Ռուսաստանը աստված չանի մտներ եւ Տավուշը օկուպացներ, չեմ կարծում, որ Փաշինյանը նման հայտարարություն կաներ։ Իրավիճակն այնպեսին է, որ դեռևս հնարավոր է Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի մակարդակ ապահովել, պահպանել, եւ դա ձեռնուտ է եւ Հայաստանի Հանրապետությանը եւ Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ պատճառով էլ եկեք ուշադրություն դարձնենք, որ թեև Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին, բայց Ռուսաստանից Հայաստանի դեմ ամենաբարձր մակարդակով, արտաքին գործերի նախարարի մակարդակով, չգիտեմ, պաշտպանության նախարարի մակարդակով եւ այլն, Հայաստանի դեմ նման հայտարարություններ չեն հնչում, ինչպես հնչում էին Ուկրաինայի դեմ, ընդհուպ մինչև 21 թվականի վերջը, 22 թվականի սկիզբը պատերազմը սկսելուց առաջ։ Որովհետեւ նորից նշեմ, Հայաստանը եւ Ռուսաստանը դեռևս ունեն շահեր, որոնք համընկնում են եւ Հայաստանը եւ Ռուսաստանը այդ շահերի շուրջ պիտի շարունակեն աշխատել։ Տնտեսական են այդ շահերը, հիմնականում տնտեսական են, բայց նաեւ աշխարհաքաղաքական են, որովհետեւ Հայաստանի ԵԱՏՄ-ում լինելը միայն տնտեսական խնդիր չէ, դա Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերից է բխում։ Հայաստանի ԱՊՀ-ի անդամ լինելը դա նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Եվ այլն բազմաթիվ են այստեղ հետաքրքրությունները, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը ունեն համադրվող շահեր։ Ես չեմ նշում, թե ԵԱՏՄ-ի դեպքում Հայաստանը եւ Ռուսաստանը շահերը համադրվում են, թե այս պահին հենց դա այդպես է, այս պահին Հայաստանը պետք է մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Բայց օրինակ տնտեսական համագործակցության ապրանքների արտահանման դեպքում Հայաստանը պետք է Ռուսաստանի շուկան գոնե այս պահին իհարկե աշխատում ենք դիվերսիֆիկացման ուղղությամբ, բայց դեռ աշխատում ենք, դեռ չենք վերջացրել դա։ Դեռ Հայաստանի ծաղիկները ամբողջությամբ ամբողջ աշխարհում չեն վաճառվում, թեև արդեն սկսել են գնալ տարբեր երկրներ։ Այսինքն Հայաստանը եւ Ռուսաստանը ունեն շահեր։ Փաշինյանը չի կարող եւ պետք էլ չէ, որ հայտարարի, թե Ռուսաստանը մեր թշնամին է կամ Ռուսաստանի հարաբերությունները սրվելու են, ավելի են վատանալու եւ այլն։
Նույնը Ռուսաստանը, ես նշեմ, որ ենթադրենք Անդրանիկ Միգրանյանները կամ Մարգարիտա Սիմանյանները շատ բան կարող են ասել, բայց որոշում կայացնողները նրանք չեն, որոշում կայացնում են Պուտինը, Լավրովը եւ այլ Օվերչուկը եւ այլ պաշտոնյաներ, իսկ նրանց կողմից Հայաստանի դեմ թշնամական հայտարարություններ չկան, նորմալ է։ Ընտրություններից հետո էլ մի բան էլ մեղմ հայտարարություններ հնչեցին։ Պարոն Ղևոնդյան, ինչ կարող եք ասել Հաջիև Արմեն Գրիգորյան հանդիպման հետ կապված, կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային այդ շփումները։ Շատ լավ է, որ Հաջիևը անցել է այն ճանապարհով, որով մենք գնացինք Ադրբեջան եւ Ադրբեջանի քաղաքասարության ներկայացուցիչները եկան Հայաստան, սա նշանակում է, որ այդ հատվածը դառնում է արդեն կոմունիկացման կետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ես նշեմ, որ դա Տավուշի սահմանազատված հատվածներն են։ Սա նշանակում է մի բան, որ սահմանը կարող է աշխատել, ընդ որում շատ կարեւոր է, որ այդ սահմանի աշխատելով վերաբերյալ փորձի Հայաստանը համաձայնություններ ձեռք բերել անկախ թրիպի կառուցումից, թեև թրիպի կառուցումը շատ կարեւոր է մեզ համար, բայց նաեւ այլ հատվածներում եւս հատկապես այն հատվածում, որը փաստացի 3 անգամ արդեն հատվել է երկու կողմից իրար հետ, այդ հատվածով կարող են նաեւ բեռներ գնալ գալ եւ եթե հնարավոր լինի համաձայնություն ձեռք բերել շատ լավ կլինի։ Հանդիպումը ինքնին նշանակալի էր, որովհետեւ քննարկվել են շատ լայն շրջանակի հարցեր, ինչքանով ես եմ տեղյակ, սկսած թրիպի կառուցումից մինչեւ սահմանազատման գործընթացի շարունակականություն, Հայաստանի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշակի խոսք եւ զրույց է եղել, ընդ որում ես կցանկանայի այստեղ անդրադառնալ, չգիտեմ իրականում արդյոք Գրիգորյան եւ Հաջիևը այդ մասին խոսել են, բայց լավ կլինի, որպեսզի Հայաստանի պաշտոնյաները հետագայում ադրբեջանցի գործընկերների հետ շփվելիս այս փաստը մեջ բերեն, տեսեք Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրին փաստացի ձայն է տվել 727,820 մարդ, եթե չեմ սխալվում, իհարկե այն զրոյացրած ձայներն էլ հետը հաշված, հիմա մի փոքր նվազել է։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում առնվազն այդքան մարդ համաձայն է այն օրակարգի հետ, որը առաջ է մղում քաղաքացիական պայմանագիրը։ Իսկ այդ օրակարգի կարևոր մասերից մեկը համանդրության փոփոխությունն է։ Սա կարելի է ադրբեջանցիներին ցույց տալ, ներկայացնել եւ բացատրել, բայց դրա հետ միաժամանակ ցույց տալ, որ տեսեք ազգային ժողովի մի հատվածը փաստացի օկուպացրել է ռուսական ուժը, թեև Հայաստանի քաղաքացիների կամքով եւ այստեղ լեգիտիմության խնդիր չկա, բայց ամեն դեպքում օկուպացրել է ռուսական քաղաքական գաղափարախոսությունը երկու ուրեմն բլոկների երկու ուժերի տեսքով Հայաստան եւ ուժեղ Հայաստան եւ նրանք որևէ դեպքում թույլ չեն տա, որ սահմանադրության հարցը գնա հանրակրվեի, իսկ Հայաստանի սահմանադրության համաձայն հանրակրվեի դնելու համար այլ մեխանիզմ չկա, բացի ազգային ժողովի 2/3-ից։ Ինչը նշանակում է, որ տեխնիկապես հնարավոր չէ հարցը հանրակրվեի տանել։ Բայց Հայաստանի ժողովուրդը համաձայն է այդ օրակարգի հետ եւ այստեղ ես հույս ունեմ, ընդ որում Ադրբեջանի լրատվականներից մեկին էլ նախորդին հարցազրույց է տալիս, այնտեղ էլ նույն միտքը ասացի, ես հույս ունեմ, որ ադրբեջանական կողմը հասկանալով իրավիճակը կհամաձայնի օրինակ ստորագրել խաղաղության պայմանագիրը նաեւ առանց սահմանադրության փոխելու կամ նույնիսկ չստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց այդ պայմանագրում գրված կետերը իրականացնել, օրինակ դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ այլն եւ այլն։ Արտիվ գործընկեր 2026 այդ զորավարժությամբ ամփոփենք, ինչ կարող եք ասել։ Սա երրորդ անգամն է, եթե չեմ սխալվում, որ Հայաստանում այս զորավարժությունը տեղի է ունենալու եւ առաջին անգամն է, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ռազմական ուժերին միանալու են այլ ֆրանսիական ռազմական ուժերը, արդեն որոշ ռուսական եւ այլ երկրներում գործող պրոռուսական լրատվականներ գրում են, թե ՆԱՏՕ-ը մոտենում է Ռուսաստանի սահմանին եւ այլն, հանգստացնեմ նրանց Հայաստանը Ռուսաստանի սահման չունի եւ ՆԱՏՕ-ն չի կարող այս կողմից մոտենալ Ռուսաստանի սահմանին, ի տարբերություն օրինակ Ֆինլանդիայի, որտեղ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանին է, ոչ թե մոտենում է սահմանին, եւ ընդ որում սահմանին է այն պատճառով, որ Ռուսաստանը ագրեսիա սկսեց Ուկրաինայի դեմ։ Այնպես որ Հայաստանում ՆԱՏՕ-ն նախ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ չի իրականացնում զորավարժությունները, հետո էլ Հայաստան գալը, Հայաստանի ինքնիշխան երկիրը կարող է ցանկացած երկրի հետ զորավարժություն իրականացնել, դա մյուս կողմից չի նշանակում, որ նրանք գալիս են եւ մնան։ Անցած տարի, եթե կհիշեք, Միացյալ Նահանգները եւ ռազմական տեխնիկա տեղափոխում Հայաստան այդ նույն զորավարժությունների համար, ռուսական որոշ շրջանակներ հայտարարում էին, թե այդ տեխնիկան գալիս է, որ մնա այստեղ, որ ՆԱՏՕ-ի բազա լինի եւ այլն, բայց տեխնիկան ոնց եկավ, այնպես էլ գնաց, այնպես որ բնականաբար նույն լրատվականները չհայտարարեցին, թե գնացել է այլևս այնտեղ, չէ,
այսօր էլ անհանգստացել են, թե ՆԱՏՕ-ն մոտենում է իրենց, ՆԱՏՕ-ն այս կողմից մոտենալու կարիք չունի։ Հայաստանի համար սա շատ կարևոր է, Հայաստանի Հանրապետությունը ընդլայնում է իր ռազմական հնարավորությունները, Հայաստանի Հանրապետությունը ամրապնդում է ռազմական ոլորտում համագործակցությունը արևմտյան գործընկերների հետ։ Շատ կարևոր է, որ այստեղ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան են, որոնք ռազմական տեխնոլոգիաների ոլորտում առաջատարն են այս պահին աշխարհում, այնպես որ հուսանք, որ այդ զորավարությունները Հայաստանի համար շատ զարգացման եւ առաջընթացի նոր արդյունքներ կլինեն։ Շնորհակալ եմ։ Ես Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանի երևացող QR կոդով։